Հարգելի գործընկերներ, եկեք սկսենք մեր աշխատանքները, մյուսները ընթացի կմիանան եւ եւս մեկ անգամ բարի երեկո Moodle համակարգում պլանավորված մեթոդ պլյուս ՏՀՏ դասընթացի մեր հարգելի մասնակիցներ։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել վստահության եւ այս դասընթացի շրջանակներում համագործակցության համար։ Նախ ուզում եմ ներկայանալ Լիլիա Միրզոյան, դասընթացավար եւ դասընթացի նախաձեռնող, Վերիշենի միջնակարգ դպրոցի ԹԳՀԳ ուսուցիչ։ Դասընթացում ընդգրկված են տարբեր դպրոցներից ուսուցիչներ եւ ճիշտ ասած հույս ունեմ, որ այս ընթացքում պիտի որ կարողանանք ձևավորել համագործակցային միջավայր, որն էլ հետագայում կարող է լավ հիմք դառնալ շարունակական փոխգործակցության եւ փոխադարձ աջակցության համար։ Անկեղծն ասած, այս դասընթացի նպատակներից մեկն էլ հենց այն է, որ նախաձեռնությունը շարունակական լինի եւ փոխօգնության հնարավորություններ ստեղծի հետագայում։ Հավանաբար մենք ունենք այստեղ ներկա ուսուցիչներ, ովքեր որ նույն առարկան են դասավանդում եւ դասընթացի ընթացքում ստեղծելու ենք թվային տարբեր ռեսուրսներ մեր դասավանդած առարկաներից, կարող եք հետագայում կիսվել փոխանակվել ստեղծած ռեսուրսներով եւ դրանք կիրառել ձեր դասերի ժամանակ։ Դա էլ հենց կլինի մեր փոխգործակցությունը եւ մեր այս դասընթացի անկեղծն ասած գլխավոր նպատակը։ Այս տեսահանդիպումը նպատակ ունի այդպիսի համագործակցության հիմքը դնելու եւ ծանոթանալու ենք դասընթացի բովանդակությանը, աշխատակարգին։ Ես ինքս մասնակցել եմ ԿՏԱԿ-ի կողմից կազմակերպված հեռավար ուսուցման կառավարման համակարգեր թեմայով դասընթացի, որոնցից է նաև Moodle համակարգը, որով մենք աշխատելու ենք միասին։ Այդ հարթակը այդ հնարավորությունները տալիս է իր լայն գործիքակազմով, հնարավորություններ է տալիս բավականին հաջողված կերպով հեռավար դասընթացներ կազմակերպելու, կառավարելու այդպիսի դասընթացները եւ այդ դասընթացի մասնակցության ժամանակ ինձ մոտ միտք հղացավ, որպեսզի ինքս փորձեմ նմանատիպ մի նախաձեռնություն սկսել եւ այդ հարթակի գործիքակազմը կիրառել, որպեսզի իմ փորձառությունը փոխանցեմ այլ ուսուցիչների, կոնկրետ այս դեպքում աշխատում եմ ձեզ հետ եւ ուրախ եմ, որ ձեզ հետ եմ աշխատում։ Որոշներին ծանոթ եմ, որոշ մեր գործընկերներին ծանոթ եմ, ուրիշներին կծանոթանանք այս ընթացքում, այս շաբաթների ընթացքում եւ մի քանի րոպե հետո անկեղծն ասած ոչ բոլորին եմ կարողացել փոխանցել դեռևս գաղտնաբառեր եւ մուտքանունը հարթակ մուտք լինելու համար, մուտք գործելու համար, ովքեր որ արդեն ունեն այդ տվյալները, կարող եք արդեն մուտք գործել հարթակ, իսկ մյուսները ես իմ էկրանով կկիսվեմ եւ բովանդակությանը կծանոթանանք հենց իմ էկրանի միջոցով, մինչ վաղն առավոտյան մյուսների անհրաժեշտ տվյալները կփոխանցեմ։ Եկեք մեկ րոպե ժամանակ տրամադրենք ընկերներ ջան այդ աշխատանքի համար, փորձենք մուտք գործել հարթակ, մենք օգտագործելու ենք Learning Army.edu հարթակը եւ ինքս կիսվեմ էկրանով եւ շարունակենք աշխատել։ Մեկ րոպե ժամանակ հատկացնենք, խնդրում եմ։ Ովքեր կարող եք ընկերներ ջան, հարգելի գործընկերներ, դուք եւս փորձեք միանալ հարթակին, զուգահեռ այնինչ ես կցուցադրեմ դասընթացի բովանդակության մասին, դուք անմիջապես կարող եք ձեր տարածքներից այդ ամենին հետևել։ Բանը հեռախոսով կլինի, թե միայն համակարգչով։ Հեռախոսով կլինի, ուղղակի խորհուրդ եմ տալիս աշխատել հնարավորության պարագայում աշխատել միշտ համակարգչով, որովհետև համակարգչի հնարավորությունները մի քիչ ավելի լայն տարածական առումով հնարավոր է շատ ավելի մեծ ծավալ միաժամանակ նայել,
բայց հեռախոսով հնարավոր է։ Ընկերներ, տեսնում եք իմ էկրանը։ Այո։ 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 Եկեք ուրեմն տեսեք, դուք միանալու եք learning.army.edu.am այս հասցեի տողում մուտք ագրեք այս հասցեն, կայքի հասցեն, դուք տեսնելու եք, ավելի ճիշտ կներեք, սպասեք, ես մի րոպե ինքս դուրս գամ, նորից մտնեմ եւ այդ քայլերը նորից էլի ցուցադրեմ։ Տեսեք, ելք եմ լինում, ես իմ հարթակից, դուք տեսնելու եք այս edge-ը, որտեղ վերևի աջ անկյունում մուտք հղումով մտնում եք եւ կտեղափոխվեք մուտք լինելու այս հաջորդ edge-ը, որտեղ առաջին տողում գրեք ձեր մուտքանունը, երկրորդ edge-ում մուտք ագրեք ձեր գաղտնաբառը, այնուհետև մուտք են գործում հարթակ, Այսինքն ընկեր Միրզյան, հիմա որ չունենք, մենք մուտք չգործենք, ուղղակի դուք ովքեր որ չունեք, խնդրում եմ այսօր եկեք իմ էկրանով, դուք հետևեք այս այն ինչ որ կներկայացվի։ Վաղն առավոտյան ես ձեզ կփոխանցեմ, միգուցե նաև այսօր տեսահանդիպումից հետո ես կփոխանցեմ անպայման, դուք կարող եք նաև այդ ժամանակ փորձել։ Եղավ, Տեսեք, ընկերներ, ես ինձ մոտ ձախ մասում շատ դասընթացներ են երևում, բայց դուք տեսնելու եք ամենայն հավանականությամբ, եթե նախկինում այս հարթակում չեք աշխատել, ովքեր աշխատել են հնարավոր է տեսնել նաև այլ դասընթացներ, բայց դրանց ցանկում մեթոդ պլյուս ՏՀՏ ես ձախ մասում ցուցադրում եմ, այս դասընթացի վերնագիրը դուք կտեսնեք, իսկ ովքեր որ առաջին անգամ են աշխատում հարթակում, իրենք կունենան միայն մեթոդ պլյուս ՏՀՏ այս դասընթաց, կլինեն միայն այս դասընթացի մասնակից, որովհետև հարթակում այլ դասընթացներ եւս պլանավորված են եւ ընթանում են, պարզապես եթե նախկինում դուք ունեցել եք մուտք այս հարթակ, դուք նաև հնարավոր է դրանցից տեսնեք որոշակի անվանումներ դասընթացների։ Մտնում ենք մեթոդ պլյուս ՏՀՏ դասընթաց եւ այստեղ մենք կտեսնենք մեր դասընթացի մեկնարկային հատվածը։ Ես փորձեմ ընդհանուր ծավալով ներկայացնել իր բովանդակությունը, բայց հետագայում աշխատելու ենք 4 շաբաթ ենք աշխատելու, յուրաքանչյուր շաբաթվա համար ուսումնասիրելու ենք մեկ թեմա, թեմաները այսօր կներկայացնեմ անվանումներով եւ հակիրճ նկարագրություններով, իսկ հետագայում արդեն շաբաթ առ շաբաթ շատ ավելի մանրամասն կոնկրետ գործիքների ծանոթանալով, գործիքների կիրառության քայլաշարերին ծանոթանալով եւ դրանց քայլաշարերը նաեւ շատ գործիքների նկարներով, գծապատկերներով այստեղ ներառված է, ձեզ համար հեշտ է լինելու աշխատել այդ գործիքների հետ, բայց էլի կունենանք տեսահանդիպում, որի ընթացքում անմիջապես հանդիպման ժամանակ էլի կներկայացնեմ եւ փորձենք միասին ստեղծագործական մոտեցում դրսևորել եւ յուրաքանչյուրս մեր առարկայի համար պատկերացնել, թե որ դասաժամին, որ թեմային, որ մեթոդի հետ, որ գործիքը կարելի է համակցել, ինտեգրել ու ստեղծել ինտերակտիվ դաս։ Եվ դասի վերնագիրը հենց ինքը շարունակություն ունի մեթոդ պլյուս ՏՀՏ, ինչպես կազմակերպել ժամանակակից ինտերակտիվ դաս։ Ես հիմա ներկայացնեմ դասընթացի նկարագրությունը եւ աշխատակարգը։ Դասընթացի նպատակն է ներկայացված, որը հիմնականում նպատակ ունի ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացման եւ կատարելագործման, այս նպատակին է հետևում հիմնականում, դրված են խնդիրներ, որոնց միջոցով պիտի որ հասնենք մեր դրված նպատակի նախնական եւ կարծում եմ, որ հույս ունեմ ավելի ճիշտ, որ վերջում այն ակնկալիքները, որ ունեիք դասընթացին այս նախաձեռնությանը միանալուց վերջում պիտի որ արդարացված լինեն ձեր հույսերը, վերջում ունենալու ենք ամփոփման
գիտելիքների ստուգման եւ առաջադրանք եւ նաեւ ֆորում, որտեղ նաեւ կկիսվենք մեր տպավորություններով, բայց առայժմ դեռ մեր խնդիրների մասին ներկայացնեմ։ Ուրեմն խնդիր է դրված ուսումնասիրել, թե ինչպես է ՏՀՏ-ն ինտեգրում ուսումնական գործունեության տարբեր փուլերում, ծանոթանալու ենք առցանց գործիքների, առցանց հարթակների, որոնք նույն հարթակում համադրված են բազմաթիվ շատ գործիքներ, դրանցից որոշներին կծանոթանանք, մյուսները կթողնենք ինքնուրույն ուսումնասիրության համար, բայց նրանք ինչքան որ մենք կհասցնենք ծանոթանալ համատեղ աշխատանքի ընթացքում, լիարժեք բավարար կլինեն իսկապես իրավամբ մեր դասերը ինտերակտիվ դարձնելու եւ հետաքրքիր ինտերակտիվ առաջադրանքներ ստեղծելու համար։ 1 րոպե խնդրում եմ, ներողություն եմ խնդրում, ոնց որ միացողներ կան, որոնք ոնց որ դժվարանում են միանալուց, փորձեմ օգնել եւ շարունակենք։ Լավ, շարունակենք։ Ուրեմն հաջորդ խնդիրը ծանոթանալ առցանց գործիքների, որոնց կիրառմամբ կարելի է անցկացնել ներառական, հետաքրքիր, գրավիչ ու տարբերվող դասեր, ծանոթանալ ուսումնական գործունեության տարբեր փուլերում, դրանք են դասի պլանավորումը, դասավանդումը, հետադարձ կապի փուլը, կոնկրետ գործիքների կիրառությունների օրինակների ենք ծանոթանալու, ես կներկայացնեմ ինձ ստեղծած առաջադրանքները, ինչպես եմ դրանք ստեղծել, դրանց ստեղծման քայլաշարերը կներկայացնեմ եւ վերջնարդյունքում կունենանք ՏՀՏ տարբեր գործիքների կիրառմամբ արդեն ստեղծված զանազան թվային տեսքի բովանդակություններ, կկարողանանք ինտեգրել ՏՀՏ գործիքները տարբեր փուլերում կիրառվող մեթոդների եւ կարողանանք օգտագործել գնահատման ու հետադարձ կապը ապահովող թվային գործիքներ։ Դասընթացում այստեղ դուք հաջորդիվ տեսնում եք դասընթացում ընդգրկված 4 թեմաները, դասի պլանի թվային մոդելավորում, որը դասի պլանավորման փուլին է վերաբերվում, էֆեկտիվ մեկնարկ, ուշադրության գրավման թվային հնարքներն են հաջորդ թեման, մուլտիմեդիա բովանդակության ուժը, որը վերաբերվում է իմաստի ընկալման փուլին, գիտելիքի ստուգումը խաղի միջոցով, գեյմիֆիկացիան կրթության մեջ անվանման թեման, որը վերաբերվում է կշռադատման փուլին եւ հետադարձ կապի փուլին։ Իսկ ինչ կստանանք արդյունքում դասընթացի։ Կունենանք պատրաստի գործիքակազմ, որը կարող եք կիրառել արդեն իսկ ձեր հաջորդ դասերին, աշակերտների բարձր ներգրավվածություն եւ հետաքրքրություն ու ժամանակակից թվային ուսուցչի հմտություններ։ Հարգելի գործընկերներ, ես 1 վայրկյանով խնդրում եմ հետադարձ կապով ինձ հետաքրքիր է, եթե ես մի քիչ ավելի արագ եւ շտապողական եմ ներկայացնում նյութը, գուցե մի քիչ փորձեմ ավելի դանդաղ, թե այսպես հարմար է լսելու համար։ Հարմար է, ընկեր Միրզյան, հարմար է։ Լավ, շարունակենք այդ պարագայում, ուրեմն դասընթացը տևելու է 4 շաբաթ, ունենք դասընթացի արդյունավետության ամփոփման հնարավորություն, ասացի, որ յուրաքանչյուր շաբաթ հասանելի է լինելու տվյալ շաբաթվա համար նախատեսված նյութը, դուք սկզբից հիմա որ մուտք եք գործում, դուք ամբողջությամբ ծավալը տեսնում եք այս պահին, բայց հաջորդիվ ես փակելու եմ այդ հնարավորությունները, թողնելու եմ միայն առաջին 2 շաբաթվա նյութերը բաց վիճակում, որոնք դուք կարողանալու եք ուսումնասիրել, տեսեք, հարթակը այսպիսի հնարավորություն է տալիս, սա համաժամանակյա աշխատանքի համար ոչ համաժամանակի աշխատանքի համար կարելի է կիրառել, դա նշանակում է, որ յուրաքանչյուրը կարող է նյութերին ծանոթանալ իրեն հարմար ժամանակում եւ իրեն հարմար, ասենք, տեմպով ու երբ մենք հանձնարարություններ կունենանք, հանձնարարություններ ասված է, դրանք կլինեն ուղղակի դուք փորձարկումներ եք անելու արդեն ուսումնասիրած գործիքաշարի համար, փորձարկումներ եք անելու, ունենք հատված առաջադրանքների, որտեղ որ տեղադրելու եք ձեր ստեղծած արդեն կոնկրետ ռեսուրսը թվային, դա թվային ռեսուրսը տեղադրելու ենք այնտեղ, սա եւս մեր
էլի եմ ասում, դասընթացի հիմնական նպատակներից է, որ կարողանանք միմյանց օգնել, միմյանց աջակցել եւ կիսվել մեր ստեղծած աշխատանքներով, օգնել նույն առարկան դասավանդող ուսուցիչները կարող են արդեն փոխանակվելով ունենալ միանգամից բազմաթիվ արդեն կոնկրետ իրենց առարկայական թեմաներին վերաբերվող ռեսուրսներ, որը կարծում եմ բավականին լավ աշխատանք կլինի, լավ աջակցություն կլինի միմյանց եւ շարունակեմ կիսվեմ էկրանով, շարունակեմ ցույց տալ մեր անելիքները առաջիկա մեկ վարքյան կներեք մոտ ոնց որ դժվար ստացվեց կիսվելը եւ շարունակեմ ուրեմն դասընթացում ներառված են ֆորումների հատվածներ ֆորումներում դե տեսեք, այսպես ասեմ, մեր առաջին ֆորումը ինքը անվանված է ծանոթություն, դա շատ լավ տարբերակ է, լավ հնարավորություն է, որ ներկայանանք ամենքս, ցանկալի կլինի մտերմիկ կերպով ներկայանաք ձեր նախասիրություններով, ձեր դասավանդած առարկայով, հետաքրքրություններով եւ մի քիչ ավելի մտերմիկ շփումների միջավայրում շատ ավելի արդյունավետ աշխատանք կունենանք կարծում եմ ինքս արդեն առաջին իմ գրառումը կատարել եմ եկեք ես միանամ եւ փորձեմ ցույց տալ լավ այդ հատվածը այս պահին փոքր փոքրինչ ներքևում է ծանոթության ֆորում բաժինը հիմա ես անցում կատարեմ այդ բաժին տեսնում եք այստեղ ներկայացված է, որ կա գրառում, գրառումն անվանված է ողջույն, ինձ մոտ գրառումն անվանված է ողջույն եւ անցնենք հղումով բովանդակությանը ծանոթանանք, ես կներկայացնեմ իմ գրառումը, կարծում եմ մյուսները շատ ավելի ստեղծագործական մոտեցում կցուցաբերեն, տեսեք, ես Լիլիա Միրզոյանն եմ, մեթոդ պլյուս ՏՀՏ դասընթացի ղեկավարը, ուզում եմ մի փոքր ներկայացնեմ ինձ, նպատակասլաց եմ, պատասխանատու անձնավորություն, հետաքրքրված են մասնագիտական աճին ու զարգացմանը նպաստող բոլոր հնարավորություններով, առայժմ այսքանը մնացյալը ընթացիկ ինքներդ կբացահայտեք հավանաբար ինձ, որոշները արդեն շատ վաղուց արդեն բացահայտել են իմ գործընկերները անմիջական, որ համատեղ աշխատանքի ընթացքում ենք այդքանը իրականացրել, շարունակենք, հետ եմ վերադառնում մեկ վարքյան կներեք Ընկեր Միրզոյան, կարելի է մի հարց, մինչև դուք կարգավորեք, ուրեմն ես ձեր ասած հարթակում եմ, սակայն չեմ կարողանում գրանցվել, դուք պետք է մեզ գրանցեք, թե մենք պետք է փորձենք Եթե հարթակի մեջ եք արդեն, ընկեր Շահունց դուք էիք խոսում, ես հիմա եթե դու արդեն հարթակում եք, դուք պիտի ձախ մասից մտնեք ՏՀՏ պլյուս մեթոդ այդ դասընթացի վերնագիրը երևում է ձախ մասում։ Չէ, ուղղակի ես դեռ չեմ կարողանում գրանցվել այդ կայքում, որքան փորձում եմ, դեռ չի ստացվում։ Ես եմ գրանցում, ընկեր Շահունց։ Դուք եք մեզ գրանցելու, հա, ես չեմ, ուրեմն մենք դեռ չենք տեսնում ձեզ։ Եթե հնարավոր է, որ դեռևս 1-2 ուսուցիչ դեռևս գրանցված չլինեն ցանկում, դա խնդիր չի, այս հանդիպումից հետո մի քանի րոպեների ընթացքում ես ավելացնելու եմ եւ դուք կարողանալու եք աշխատել արդեն հարթակում։ Դες համար տեսանելի լինելու ամբողջը։ Լավ, Եվս մեկ ուրեմն մի հարցի շուրջ ասեմ, հարգելի ընկերներ, եթե խնդիրներ կլինեն, մտել եք ներսում ինչ-որ մի բան տեսանելի չի, խնդրում եմ այս հանդիպումից հետո մի քանի րոպե մնալ եւ միասին այդ խնդիրները փորձենք այդ խնդիրները հարթել։ Դա դժվար չի, դա մենք կկարգավորենք, եթե նույնիսկ անգամ ոչ այսօր, ապա առավոտյան դա վերջնական տեսքով կարգավորված կլինի։
մեկ վարքյան խնդրում եմ սպասել, այստեղ ընկերներ ունենք, ովքեր որ փորձում են մտնել ու ոնց որ թե չի ստացվում իրանց մոտ։ Ներողություն, ընկեր Միրզոյան, կարելի է, կարծես թե խնդիրը հենց մեր դպրոցի ուսուցիչների հետ է կապված, հնարավոր է ուրիշ հղման ձև ուղարկել, ուրիշ հղում, կարծես թե Ընկեր Գաբրիելյան, ես այնտեղ նաև իդենտիֆիկատորն ու կոդն եմ ուղարկել, փորձեն այդպես միանալ, լավ։ Կլինի փորձեն այդպես միանալ։ Որովհետև անհատապես էլ նույնիսկ էլի կապի մեջ եմ, ովքեր գրում են չի ստացվում, ես էլ փորձում եմ խորհրդով օգնել, բայց կարծես թե խնդիրը դեռ չի կարգավորվում դրա համար։ Մեկ վարքյան, ես այստեղ ունենք երկու ուսուցիչ, ովքեր սպասման սրահում են, իրենց ընդունեմ, ընկեր Գաբրիելյան, որպեսզի չէ, ուրիշ հղում չունեմ, ունեմ միայն այդ հղումը այս պահին, եւ պիտի փորձեն իդենտիֆիկատորով միանալ։ Այսպես ասեմ նաև, եթե անգամ իրենք այսօր չհասցնեն միանալ, ես տեսաձայնագրությունը միացրել եմ, դնելու եմ դասընթացում հղումը։ Իհարկե, ես կարող են հետո նաև այն ամեն ինչը ինչպես ինչ որ դուք ասեցիք, ես ինքս էլ կփոխանցեմ եւ իրենց տվյալները եւ ձեր հաղորդելիքը, բայց լավ կլիներ հենց իրենք էլ ներկա լինեին դրա համար։ Շատ ճիշտ եք ասում, Գեր Գաբրիելյան, բայց այս պահին երևի թե այսպես դեռ շարունակենք աշխատել, ովքեր կարողացել են միանալ եւ ընթացքում ում ես կտեսնեմ, որ ստացվում է իրանց միանալը, կմիացնեմ։ Այսօր դեռևս երևի այսպես աշխատենք, շարունակեմ։ Ուրեմն տեսեք, հաջորդ հարգելի գործընկերներ, իմ էկրանը ես կիսեցի, երևի թե երևում է, ճիշտ եմ, պատկերացնում։ Այո, տեսնում եք, Լավ, շատ բարի, շարունակենք։ Տեսեք, այստեղ դասընթացում ներառված է այն տեսահանդիպումը, որին մենք հիմա միացած ենք։ Ընկեր Գաբրիելյան, գուցե այստեղից պատճենեք ուղարկեք, եթե կստացվի այս պահին։ Լավ, ես ցույց եմ տալիս հղման տեղը, որը նաև էլի դասընթացում ներառված է։ Գուցե սա փոխանցեմ, գուցե այս տարբերակով ստացվի։ Տեսեք, հարգելի գործընկերներ, առաջին մեր թեման, որի շուրջ այսօր մի քիչ ավելի մանրամասն կխոսենք, հնարավորինս մանրամասն, եթե մեր ժամանակում տեղավորվենք, դասի պլանի թվային մոդելավորումն է, ասացի, որ դա պլանավորման փուլին է վերաբերվում, բայց թերթելով անցնեմ առաջ, մյուս փուլերը տեսնենք, մյուս թեմաները տեսնենք, հետո էլի հետ վերադառնանք առաջին թեմային։ Ուրեմն յուրաքանչյուր թեմաները նախ ասեմ, որ տրամաբանական շարունակություն ունեն, շարունակական կապակցվածություն ունեն, ամեն թեմայի առաջամասում փոքրիկ բացատրական ներածական խոսք է ուղղված թեմայի վերաբերյալ եւ ունի էջեր, ցույց եմ տալիս ես այստեղ կոնկրետ այս թեմայի հետ կապված, ունի առանձին էջեր, որոնցից յուրաքանչյուրում թեմային վերաբերվող նյութեր են ներառված եւ հղում է, որոնք տանում են առանձին էջեր, բայց տվյալ թեմայի հետ կապված։ Կոնկրետ առաջինը առցանց գործիքներ թվային մոդելավորման համար ես տեղափոխվեմ այս հղումով եւ տեսնում եք, այստեղ ներկայացված են մի քանի գործիքներ, ճիշտն ասած, այս գործիքները պլանավորման փուլի հետ կապված հիմնականում արհեստական բանականության գործիքներ են, ենթադրում եմ, որ մեծ մասամբ, գուցե նաև բոլորը արհեստական բանականության գործիքները այսօր արդեն կիրառում են պլանավորման փուլում, երբ ես մյուս թեմաները ներկայացնեմ հակիրճ ու հետ վերադառնամ այս թեմային, մեկ-երկու լրացուցիչ խորհուրդ կտամ, թե ինչի վրա կենտրոնանալ հարցադրումը կազմակերպելիս, այդ պրոմպտերը երբ որ տալիս ենք ԱԲ-ին, ինչ մանրամասների վրա մեր ուշադրությունը կենտրոնացնենք եւ պրոմպտի մեջ ներառենք, որպեսզի ԱԲ-ն ինքը շատ ավելի դիպուկ մեզ անհրաժեշտ նյութ բովանդակություն